Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Պահքի ժամանակ համեղ ու բազմազան ուտեստներ պատրաստելը երբեմն բարդ է թվում, բայց այս հնդկածավալով կոտլետները կփոխեն ձեր կարծիքը։ Պարզ մատչելի բաղադրիչներով եւ հեշտ պատրաստման եղանակով դրանք կդառնան ձեր սեղանի անբաժան մասը։ Կոտլետները ես մատուցել եմ թարմ սպանախով եւ կիտրոնով պատրաստված սննդառատ աղցանով, որի բաղադրատոմսը եւս կգտնեք նկարագրությունների բաժնում։ Նման ձևով առողջ սնվելու համար ձեզանից շատ ժամանակ եւ ջանք չի պահանջվի։ 300 գրամ հնդկածավալը եփում ենք կամ եթե ժամանակ ունեք կարող եք թրջել։ Հնդկածավալը լավ լվանալուց հետո վրան լցրեք եռման ջուր, այնքան որ հազիվ ծածկվի եւ թողեք մոտ 2 ժամ։ Թրջելու դեպքում կստանաք ավելի առողջարար եւ օգտակար կոտլետներ։ Մանր կտրատում ենք կես կապ համեմ եւ սոխ, որքան կանաչիները առատ, այնքան կոտլետները ավելի համեղ են ստացվում։ Հնդկածավալը ձեռքի բլենդերով մարացնում ենք, այնպես որ ստանանք կպչուն զանգված։ Եթե ձեռքի բլենդեր չունեք, հնդկածավալը կանաչիների հետ միասին կարելի է անցկացնել մսաղացով։ Պետք է ստանանք նման կպչուն զանգված, այստեղ ավելացնում ենք մարացրած կանաչիները։ Մանր կտրատում ենք 1 մեծ գլուխ սոխ եւ քեյչի խոշոր անցքերով անց ենք կացնում 1 գազար։ Պահք պահող իմ սիրելի հետևորդներ, խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում գրեք, թե արդյոք օգտվում եք իմ ներկայացրած բաղադրատոմսերից, շատ հետաքրքիր է։ Թավայի մեջ մի փոքր բուսայուղ ենք լցնում, ավելացնում ենք սոխը եւ գազարը եւ տապակում ենք այնքան, մինչեւ սոխը դառնա թափանցիկ։ Որպեսզի կոտլետները ունենան հագեցած համ, անմիջապես տաք ձեթի մեջ ավելացնում ենք համեմունքները, այդպես դրանց բույրը ավելի լավ է բացվում։ Ես ավելացնում եմ սև պղպեղ, սխտորի փոշի, չաման, կարմիր կծու պղպեղ, քաղցր պղպեղ, ինչպես նաև զիռա։ Սիրելիներս, համեմունքները վերցրեք ձեր քիմքին համապատասխան, կարելի է նաև օգտագործել չորացրած կանաչիներ։ Սոխառածը ավելացնում ենք մնացած բաղադրիչների վրա, չեք պատկերացնում արդեն իսկ ինչ անուշ է բուրում, կարելի է հենց այսպես էլ ճաշակել։ Սակայն մենք կպատրաստենք առավել համեղ տարբերակով, ավելացնում ենք մի փոքր աղ եւ ձեռքերով մի լավ խառնում ենք։ Գեղեցիկ ձևավորում ենք կոտլետները եւ տապակում ենք, կարելի է դրանք դնել նաև ջեռոցը, մոտ 10 րոպե։ Ինչպես տեսակ կոտլետները պատրաստելիս չենք օգտագործում ոչ ծու եւ ոչ էլ ալյուր։ Չնայած դրան կոտլետները շատ լավ պահպանում են իրենց տեսքը։ Եթե կոտլետների խյուսը ձեզ մոտ ջրիկ է ստացվել, կարող եք ավելացնել 2 ճաշի գթալ ալյուր։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ հնդկածավալով կոտլետների այսպիսի հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, եղեք առողջ եւ օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։